Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթին հասած լուրերի համաձայն ՀՀՊՆ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի դեմ ցուցմունքներ են տվել ՊՆ նախկին եւ ներկա պաշտոնյաներ, որի արդյունքում գեներալը շուրջ 1.5 ամիս կալանավորվեց։ Օրաթերթը տեղեկացավ, որ ՊՆ-ում գործող պաշտոնյաներից մեկը, ով ցուցմունք է տվել Տիրան Խաչատրյանի դեմ, 2021 թվականի օգոստոսի 26-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակված Արտակ Բուդաղյանն է։ Փաստ օրաթերթը գրում է. հաճախ կարելի է քաղաքական գործիչներին ու հատկապես լրատվամիջոցներին ուղղված դիտողություններ լսել, թե Փաշինյանի ասածներին կամ մի ստին չարժե անդրադառնալ։ Ուղղակի պետք է արհամարել եւ այսպիսով նրան որոշակի բլոկադայի ենթարկել։ Դիտողություն անողները նկատում են, որ Փաշինյանի ուզածն էլ հենց այն է, որ իր ցանկացած արտահայտություն, այդ թվում արտաքուստ սենսացիոն արձագանք ստանա ու այդպիսով տարածվի։ Առհասարակ ասվածի մեջ որոշակի ճշմարտություն կա։ Այո, դա ագրեսիվ PR-ի եղանակներից մեկն է։ Ինչպես ասենք այն մոտեցումը, թե կարևոր չէ ինչ են խոսում քո մասին, կարևորը որ խոսում են, բայց լրատվամիջոցները մեծ հաշվով չեն կարող չանդրադառնալ, դա իրենց աշխատանքի մի մասն է։ Փաստ օրաթերթը գրում է. մամուլում օրեր առաջ կրկին անդրադարձ եղել 2024 թվականի հոկտեմբերի 7-ին Իսակովի պողոտայում գտնվող Domus ընկերության էլեկտրոնիկայի պահեստում առաջացած հրդեհին, նշում է, թե հրդեհից հետո Domus ՓԲ-ի սեփականատերերը ընկել են դատարանի դռները, փորձելով պատասխանատվության սլաքներն ուղղել այլ տեղ։ Հրապարակ թերթը գրում է. Գյումրու ընտրություններից առաջ իշխանությունն այլևս չի կարողանում քողարկել իր ջղաձգումները։ Շուրջօրյա ռեժիմով աղմկահարույց շոուներ են բեմադրում իշխանության շրիշակից ցածր մակարդակի վարկանիշը բարձրացնելու եւ այս անգամ էլ ընտրություններում հաղթելու համար։ Այդ ճանապարհին չեն խնայում անգամ յուրայինների, նախորդային գիշերը մասկի շոու արեցին Խաչատուր Սուքիասյանի թիկտազորի նկատմամբ, 3 գլխավոր դատախազը միջնորդություն ուղարկեց ԱԺ 2 падգամավորների անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։ Հերթական 5-րդ անգամ բերման է ընթարկվել նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի թիկնազորը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. շաբաթ մարտի 15-ին մեկնարկելու է Արմավիր եւ Շիրակի մարզերի թիմ ընտրություններին նախորդող նախընտրական քարոզարշավը, որը տևելու է մինչեւ մարտի 28-ը 24:00-ն։ Քվեարկության եւ դրա նախորդ օրը նախընտրական քարոզչությունն իրականացնելն արգելված է։ Օրաթերթը ԿՊԱ-մերձ աղբյուրներից տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը բավականին խիստ հրանգել է, որ պարտվել չկա, պետք է ձգտել հավաքել 50+ ձայն։ Հրապարակ թերթը գրում է. ամիսներ առաջ Վարելյանութի գործով արդարացված ՀՀ-րդ նախագահ Սերժ Սարգսյանին 3 նոր մեղադրանք ներկայացվեց։ Առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման պաշտոնական դիրք օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Ըստ դատախազության այս գործն առնչվում է Երևանի Իսակովի պողոտային եւ Եռաբլուր Պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարմանը։ Իրականում այդ հողամասերը բավականին հեռու են Եռաբլուրից։ Պարզապես հատուկ քարոզչական նկատառումներով ընդգծվում է Եռաբլուր անունը, որ հանրության մոտ ցասում առաջացնել նախկինների նկատմամբ։ Հրապարակ օրաթերթը գրում է. աշխարհաքաղաքական զարգացումները ոգևորել են նաև արցախցի քաղաքական գործիչներին։ Մոտ 2 ամիս է Արցախի արժեն հաճախակի նիստեր է անում։ Հայաստանում Արցախի ներկայացությունում անգամ հանձնաժողովների նիստեր են անում, որոշումներ ընդունում, միջազգային կառույցների հետ են շփվում։ Հույս ունեն, որ կկարողանան միջազգային օրակարգ մտցնել արցախցիների վերադարձի հարցը։ Հրապարակ օրաթերթը գրում է. իշխող թիմում միանշանակ չեն ընդունել Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունը։ Աղազարյանի դեպքում հասկանում են, որ գործընթացը մեկ անուն ունի, նա համարձակվել է չընթարկվել ոչդին։ Ուստի այն ինչ որ այսօր նրա հետ կատարում է, վաղն իրենց գլխով է անցնելու։ Եթե Փաշինյանը հանկարծ որոշի, որ իրենք մանդատ պետք է դնեն եւ իրենք համարձակվեն նրա կամքին դեմ գնալ։ Իսկ Տարոն Մարգարյանի նկատմամբ գործը մաշված ու հնացած մի գործ է, որը 7 տարի է քննվում է եւ եթե այն դատական հեռանկար ունենար, ապա վաղուց դատարան ուղարկված եւ դատավճիռ կայացրած կլինեին։
Հրապարակ օրաթերթը գրում է. Երևանի քաղաքապետարանի ոչ պրոֆեսիոնալ դանդաղկոտ բյուրոկրատական գործունեության արդյունքում պարզվում է տուժել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Շատերը նկատած կլինեն, որ վերջին ամիսներին վերանորոգման նպատակով փակ էր ամերիկյան համալսարանի հետնամասում գործող այգին, իսկ շրջակա շենքերը քանդված էին։ Շատերը հավանաբար նկատած կլինեն, որ շինարարական աշխատանքների մասին ազդարարող տեղեկատվական պաստառ էր տեղադրվել, համաձայն որի վերանորոգումն իրականացնում է USAID կազմակերպության ֆինանսական օժանդակությամբ, սակայն օրեր առաջ պաստառի վրայից հանվել է USAID տարբերանշանը։ Խնդիրն այն է, որ քաղաքապետարանն այնքան է ձգձգել շինթույլտվության տրամադրման գործընթացը, որ վերանորոգումը չի արվել, իսկ Թրամփի իշխանության գալուց հետո USAID-ին եւ նրա ծրագրերը փակվել են։ Փաստորաթերթը գրում է. Հայաստանը դեռևս տարածքային հավաքտություններ է պահպանում Ադրբեջանի նկատմամբ։ Օդից նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ Հայաստանում նկատում են ռևանշիստական տրամադրություններ եւ այս ամենը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Բաքվի եւ Երևանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։